Նախ սկսեմ երկրորդ մասից։ Բնական է առաջի անգամ լուրջ Հայաստանում խոսակցություններ սկսվեց Խորհրդային Միության, այսպես ասած, թաքնված վերականգնման միտումների դեմ, երբ որ պարզվեց, որ Պուտինը 4 միլիարդ դոլարի զենք է վաճառում Ադրբեջանին, որի հետ մենք փաստորեն պատերազմական վիճակում։ Երբ որ դրանից հետո պարզվեց, որ մենք մտնում ենք Եվրասիական մի միություն, որտեղ հենց Պուտինը հայտարարում է, որ ստալինիզմը պետք է վերականգնվի փաստորեն, երբ որ խոսք է գնում այսպես ասած վերադարձի մասին, բնական է հարց է ծագում. հայ ժողովուրդը արդյոք գիտակցել է իր հետ կատարվածը, արդյոք հայ ժողովուրդը հասկանում է, թե ոնց եղավ, որ երբ որ 18 թվին պարտվում էր Թուրքիան, Գերմանիան, Ավստրիան պարտվում էին Անտանտային, երբ որ պատրաստ էին Հայաստանի համար Սևերի պայմանագրով նախատեսված մեծ տերիտորիաները տրամադրելու, հանկարծ կոմունիստական ռեժիմի ղեկավարները Լենինի, Միկոյանի նամակին Լենինի երևի գիտեք, որ գրում է, որ չարժի, որ Թուրք-Հայաստանը վերականգնվի, որտեղ ուրեմն դրանց շնորհիվ հայ ժողովուրդը կորցրեց Ղարսն ու Արդահանը, Նախիջևանն ու Ղարաբաղը լավ էր, որ հետո գոնե Ղարաբաղի հետ եկավ։ Այս բոլորից հետո բնական է հարց է ծագում, ինչու համար։ Ինչն էր պատճառը։ Պատճառը մի բան է, ստորաքարշություն հյուսիսային, այսպես այնտեղից ներկայացված պահանջների դեմ։ Ուրիշ ոչ մի լուրջ պահանջ ես չեմ տեսնում, պատճառ չեմ տեսնում, եւ բնական է հարց է ծագում։ Գոնե Լուկաշենկոյի չափ մի քիչ այսպես ասած ինքնուրույնություն ուներ։ Ես շարունակեմ, պարոն Սադրյանին, դինամիկ կառուցենք։ Ես երբեք չեմ կարող բոլշևիկյան գաղափարախոսության, բոլշևիկյան դիկտատուրայի, այդ մեծապետականության ժառանգորդ լինել։ Եվ երբ որ հիմա փաստորեն այդ ռեստավրացիայի արագ տարբեր անվանումներով կարևոր չի, այլ լսեցինք, որ ուրեմն Վոլգոգրադը նորից ուզում են Ստալինգրադ անվան, այդ բնական է, որ Ռուսաստանում ստեղծվում են Պուտինյան Ռուսաստանի ղեկավարի այսօրվա խմբագրությամբ ստեղծվում է մեկ միասնական պատմության դասագրքեր, որտեղ խորհրդային, այսպես եթե խորհրդային շրջանի այդ ազատության բանավեճը քննարկում ուզում են հանեն ընդհանրապես, հա, իդեպ այդ հովերը գալիս հասնում է Հայաստանի Հանրապետություն, բնական է այդ բոլորը։ Այսինքն մենք չպետք է թույլ տանք, որ Հայաստանի Հանրապետության ստեղծողներս, ես նկատում եմ 91 թվականի սեպտեմբերի 21-ի իրավական այդ նորմը, մենք մեզ չթույլ տանք, որ մեր երեխաները հանկարծ որևէ ձևով, այդ կարոտ ախտը որևէ ձևով, դա մեր, գիտեք ինչն է, մեր կապիտուլյացիան է, իմ ոչնչությունն է։ Այսինքն մենք այդքան անկարող ենք, 20 քանի տարի մենք անհասկանալի ինչով ենք զբաղվել։ Այդ ինչ է, նորից գերեզման են գնում, այդ ինչ պատգամ է, ում աղված այս պատգամը, դա խայտարակ պատգամ է, իսկ եթե մարդիկ են քաղաքական ուժը, են բաները մարդիկ խմբավորումներ ասեմ, որոնք դա ուզում են արձանագրեն, թող հրաժարական թան, թող հրապարակ ազատեն, որովհետև Հայաստանի Հանրապետության միևնույն է, որպես ժառանգություն կտակ արդեն մեր երեխաներին, սա մեկ միակ բանն է, որ մենք կարող ենք ու պարտավոր ենք անել։